Հայաստանի վարչապետը պաշտոնապես հայտարարել է, ինքն է հակաեկեղեցական արշավախմբի ղեկավարը։ Ասում են հասարակական քաղաքական գործիչները բացատրում, եթե մինչ այս Փաշինյանը փորձում էր սքողել հակաեկեղեցական արշավի իր առաջնորդությունը ներկայանում էր իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ապա հիմա եկեղեցին իբր բարենորոգող համակարգող խորհուրդ ստեղծելով բաց հայտարարում է, առաջնորդն է ու այն էլ Թուղթ Թամասայով։ Չնայած մեր երկրի սահմանադրությունն արգելում է վարչապետին խառնվել եկեղեցու գործերին։ Իր ստորագրությունը խոսում է մի բանի մասին, որ պետական ամբողջ ռեսուրսը, ներուժը, վարչական ռեսուրսը արդեն բաց օգտագործվելու է։ Ինչու բանը հասավ վարչապետի ստորագրությանը։ Փաշինյանի քաղաքականության ընդդիմացողները նկատում են. Տիրադավ հերձված եպիսկոպոսներին Տիրադավ 10 եպիսկոպոսները դեկտեմբերին հենց Մայրաթոռում համոզվեցին. ժողովուրդը չի ողջունում վեհափառին վեհարանից հանելու իրենց ծրագիրը, դա հեշտ գործ չէ ու չի էլ լինելու։ Կաթողիկոսի գահին հավակնող Կաթողիկոս դառնալու տիրադավների հույսերը մարում են, ներքին գզվռտոցն ավելանում։ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի հակաեկեղեցական արշավին միացած հոգևորականներին իր կողքին պահելու։ Եվ ուրեմն դուխ է տալիս նրանց փաստաթուղթ ստորագրելով։ Հանկարծ չթողնեն գնան, մնա առանց իր ջոկի։ Վախենում եք ժողովուրդ։ Ամեն կեղծ պատարագից հետո թիվը քչանում է եւ ինքն էլ ջրաձգումների մեջ է հայտնվել եւ տապալված ուրեմն փորձում է ինչ որ մի կերպ վերակենդանացնի։ Ըստ վերլուծաբանների Փաշինյանին մեկ այլ բան էլ է ստիպում վերակենդանացնել հակաեկեղեցական արշավը։ Հրահանգը, որ ստացել է թուրք-ադրբեջանական տանդեմից։ Իրենք հիմնական նպատակ ունեն հայ առաքելական Սուրբ եկեղեցին մասնատելու, բողոքավոր ժողովուրդ ստեղծելու, աղանդ ստեղծելու, թե ավելի կարճ ասեմ։ Ավելին ինքը փորձում է նաև Հիսուս Քրիստոսի տեղ դնել։ Մեր ձևով շարժման անդամ ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը պնդում է, Փաշինյանի որոշ հոգևորականների միջոցով իրականացվող ծրագիրը կաթողիկոսին գահընկեց անելու մասին չէ։ Հայ առաքելական եկեղեցին քանդելու մասին է։ Հայաստանի վարչապետը փորձում է ադրբեջանական թեզը հաստատել։ Հայերը եկվորներ են։ Հարավային Կովկասում իրանք չեն ունեցել որևէ կրոնական արժեքներ, ուղղակի իրանց բերել այստեղ տեղավորել են։ Իսկ Նիկոլի արշավանքը եկեղեցու դեմ պարզ ապացուցում է դա։ Երբ որ եկեղեցին գոյություն չի ունենա Նիկոլի պատկերացմամբ, գոյություն չի ունենա նաև հայ ժողովրդի պատմական ներկա լինելու հանգամանքը եւ փաստերը։ Հանրություն Թե ադրբեջանագետը, թե քաղաքական գործիչը չեն կարծում, որ Փաշինյանն առանձնապես հաջողություն կունենա եկեղեցին իբր բարենորոգող համակարգող խորհուրդ ստեղծելով։ Անկախ նրանից մարդիկ ինչ կարծիքներ ունեն Վեհափառ Հայրապետի մասին, դրական թե բացական, բայց հասկանում են բոլորն էլ, որ դա ոչ թե կոնկրետ անձով պայմանավորված է, այլ եկեղեցին կազմաքանդելու գործողություններ։ Հետարվար մարտ ամիսներին արդեն ամբողջությամբ սա օրակարգից դուրս ալնելու այս հարցը եւ մարդիկ շատ այլ գործերով են զբաղված լինելու։ Թե Գառնիկ Դանիելյանը, թե Գառնիկ Դավթյանը պնդում են, ամեն դեպքում զգոնությունը թուլացնել պետք չէ։ Ի վերջո Փաշինյանն իր ջոկ արշավախմբով ցեխ է շպրտում հայ առաքելական եկեղեցու վրա, իսկ ցեխը կեղտոտում է, անկախ իր չափից։ Այս դեպքում չափը փոքր չէ, վարչապետի ձեռքին նաև վարչական ռեսուրսն է։ Ինքը բնականաբար նաև պահանջելու է մնացած բոլոր պետական հաստատություններից, մարզպետներից, վարչական շրջանների ղեկավարի, այլ պետական աշխատողներից, որ ճիք ու ջանք չխնայեն։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։